Երկրորդ եկեղեցին, որ այսօր մենք կնայենք, անունն է Զմուրնիա։ Սա հերթականությամբ հայտնության գրքի մեջ երկրորդ եկեղեցին է, եւ ուզում եմ մի քանի բան արագ էկրանի վրա նայեք, ինչ է իրանից ներկայացնում այս եկեղեցին եւ ինչու այս անունը ունի։ Սա Իզմիր թուրքերեն, այսօրվա Իզմիր քաղաքն է, գիտեք, որ այս քաղաքը Թուրքիայում կա։ Գիտեք, սա նույն Զմուրնիան, դա նույն Իզմիր քաղաքն է, ուրեմն բայց նրա անունը նաև Սմիրնա է, սակայն օրիգինալ անունն եղել է Զմուրնիա, որովհետև հայտնության գրքում այն չի հայտնված Իզմիր կամ Սմիրնիա, այն հայտնված է որպես Զմուրնիա, ուրեմն նա Զմուրնիա եղել հենց օրիգինալում։ Հունարեն անվանումն է Սմիրնա, ինչու որտև հունական գաղութ է եղել սա։ Հետո թուրքերը նվաճեցին եւ քաղաքի անունն էլ փոխեցին, ասելով, որ մեր հնչյունաբանությանը բարդ է գալի Զմուրնիա, Սմիրնա անունը եւ նրանք սարքեցին Իզմիր։ Լավ, ուրեմն Թուրքիայի երկրորդ մեծ քաղաքն է, առևտրի խոշոր քաղաքներից մեկը։ Հաջորդ բանը, որ ուզում եմ, որ դու նայես այստեղ, հիմնադրվել է որպես հույների գաղութ եւ երկրորդ հազարամյակում այն կոչվել է Սմիրնիա։ Ուրեմն անվանման առաջացումը կապում են հին հունարեն զմուրս բառը լսել է մեկը։ Զմուրս բառի հետ մենք գիտենք, որ Տիրոջը երբ որ մոգերը եկան այցելելու բերածների մեջ ինչ էր տեղ գրավում զմուրսը դա բալզամ է, անուշահոտ մի բան է, որով զմրսում էին մահացածների մարմինները եւ երբեմն հիվանդ տեղերի վրա էին քսում որպես բալասան, որպես ուրեմն սպեղանի բալասան։ Ուրեմն այս արմատը ունի եւ այս առաջացումը ստեղից է առաջացել։ Եվ ինչպես ասեցի 15-րդ դարում թուրքերի կողմից նվաճվելուց հետո այս հունական Սմիրնիան վերածվեց Իզմիրի։ Իսկ հիմա եք միասին կարդանք հայտնության երկրորդ գլուխ, այնտեղը որտեղից սկսվում է այս եկեղեցու պատմությունը։ Լավ, դուք ինձ հետ եք բոլորը շատ լավ գնացինք եւ Զմուրնիայի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում առաջինը եւ վերջինը, որ մեռած էր եւ կենթանացավ։ Գիտեմ քո գործերը եւ նեղությունները եւ աղքատությունը, բայց դու հարուստ ես եւ գիտեմ նրանց հայոյանքը, որ ասում էին, թե իրանք հрьяաներ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։ Բնավ մի վախենար այն բաներից, որ կրելու ես։ Ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցելու, որոշներին բանտի մեջ է գցելու, որ փորձվեք եւ նեղություն կունենաք 10 օր, հավատարիմ մնա մինչեւ մահ, հավատարիմ մնա մինչեւ մահ եւ կյանքի պսակը անպայման կտամ քեզ հետո ով որ ականջ ունի բոլոր ուղերձներում այս բառը լսվում է ով որ ականջ ունի քանի մարդ ականջ ունի հալելույա կարծում ես թե անտրամաբանական հարց տվեցի ոչ որովհետև հետո դուրս են գալիս զգում ենք այս ականջները զբաղված էին ծառայության ժամանակ մի բան չի մնացել մեջներս ով որ ականջ ունի թող լսի ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին եւ որ հաղթում է երկրորդ մահից չի վնասվի շատ կարևոր հայտարարություն ով որ հաղթում է երկրորդ մահից չի վնասվի եկեղեցու պատմությունը եթե չգիտեմ կան այստեղ մարդիկ որ կարդացել են Հիսուս Քրիստոսի ուրեմն համբարձումից հետո երբ առաքյալներն էլ արդեն մահացել էին եկեղեցիները մտան մեծ հալածանքի մեջ ովքեր են կարդացել եկեղեցու հալածանքների դարաշրջանում կատարված ահռելի սարսափելի հալածանքները չէ ոչ մեկ գիտեք դա եկեղեցու պատմությունն է եւ շատ կուզեմ որ եթե ժամանակ ունենաս անպայման կարդաս թե ինչպիսի հալածանքների միջով են անցել սրանից 2000 տարի առաջ քրիստոնյա կոչված եկեղեցիները հալածանքներ որոնք կարդալուց կարծում եմ կամ նայելուց դիտելուց կարծում եմ չես կարող մինչև վերջ նայես ուղղակի չես կարողանալու մինչև վերջ նայես Ուրեմն եկեղեցու պատմության ուրեմն մեջ բոլոր եկեղեցիները թե առաքյալների ժամանակ եւ թե առաքյալներից հետո ապրեցին սարսափելի դժվարություններ, ապրեցին սարսափելի նեղություններ եւ շատ հալածվեցին։ Գիտեք այնպեսի տպավորություն էր, որ եկեղեցու ճակատագիրը կամ առանձնահատկությունը դա տառապանքն էր։ Այնպեսի տպավորություն էր, որ տառապանքը դա եկեղեցու անբաժան մասն էր։ Այո, հետևաբար մենք նկատում ենք, որ
Պիտի հասկանանք ինչու է զմուրնիա կոչվում այս եկեղեցին։ Եթե միտեղ ինքը զմուրս բառը ուներ իր մեջ, միտեղ էս կոչվեց միտեղին, բայց զմուրնիա բառը հատուկ է այս եկեղեցուն տրվել, որովհետև ամեն եկեղեցի, որ ունի մի հատ անուն, խոսում է նաև նրա էության, բնության, գործնեության մասին։ Տառապանքը հատկապես այս եկեղեցու անբաժան մասն էր։ Դրա համար նայեք, եթե զմուրսը քսում էին մեռելների վրա, զմուրսը օգտագործվում էր տխուր բաների ժամանակ, մենք մոտենում ենք անվան խորությանը։ Ուրեմն զմուրսը ծագել է խաղաղություն բառից։ Ասեմ, որ սա նորից եմ կրկնում, խունկերի մի հատ տեսական, լավ անուշ հոտ ունի, բայց նաև երբ ասում են զմուրս, երբ որ դուք խունկ եք ասում, անմիջապես գերեզման եք, չէ՞ հիշում։ Ասենք կա, որ ձեր տունը մարդագալու խունկ օգտագործեք։ Կա դες բան։ Գալիս են բարեկամները խորոված ուտելու, ձեր տնից խնկի հոտ է գալի, ոնց որ առաքելական եկեղեցի են մտել։ Դες բան չկա, չէ՞։ Ամեն ինչ եք անում եք, դες խորովածի բանի հոտն էլ չմնա, մարդիկ գան, հաց են ուտելու, մի հատ օդա փոխում եք եւ այլն էս կոմենկոմ, չնայած օրինակ Հայաստանում, որ գնաս Բանգլադեշի յարմարքեն, առավոտ շուտ միակ բանը որ կտենաս, սա խունկ են ծախում։ Շալվար ծախողը, յուբկա վաճառողը, կոշիկ, խես ծախում, որ դիմացինը աշկով չտա, այս խունկի հոտը դրա աշկին կպնի։ Մտնում ես առավոտ շուտ, ոնց է վանքի դռները բացվեն։ Ոչ թե առևտրի կենտրոնը, որ գնացել է շալվար յուբկա առնելու, արդեն մոռանում ես ծուխից, մուխից եւ այլն։ Ասես ծուխը մեկը մեկի դեմը վառում այդ խունկը, որ աշկը հանի։ Գործը անում են մարդիկ, բայց ես ուզում եմ ասեմ, որ ինքը խորհրդապատկերում է տառապանք եւ հալածանք, եկեք նայենք սա։ Զմուրնիան ծագել է խաղաղություն բառից, սա նաև խունկերի տեսակներից մեկը, կրկին ասում եմ, որ ավելի տպավորվի, որ նայեք, տեսեք, չէ, հետ գնանք նայենք, եւ այն խորհրդանշում է տառապանք եւ հալածված եկեղեցի եւ դա այդպես էլ կար, որովհետև հիմա դու ծանոթանալու ես, թե ինչ հալածանք է կրել այդ եկեղեցին։ Ես դժվար հավատամ, որ որևէ մեկդ կարողանակ անգամ այդ հալածանքը, որ հիմա լսելու եք, մարսեք, որ սենց բան եղել է։ Բայց եկ միասին մի հատ տեղ կարդանք Հայտնության 2:8-ից այս նույն համարը, որ կարդացինք, ասում է եւ Զմուրնիայի եկեղեցու հրեշտակին գրիր, սա է ասում առաջինը եւ վերջինը, որ մեռած է եւ կենթանացան, եւ հիմա մի հատ այստեղ ուզում եմ հարց տալ, ինչու է Հիսուսը իրեն ներկայացնում որպես առաջինն ու վերջին, մեկը որ մեռած էր եւ կենթանացավ, որովհետեւ նա ուզում էր ասել, եթե դուք հավատում եք հարության զորությանը, ես այն մեկն եմ, որ ինձ էլ խոշտանգեցին, տանջեցին անցած տառապանքներով, մեռա եւ կրկին հարություն առա, ես հարություն եմ առել, ձեզ հետ է խոսում հարությունը եւ կյանքը, ես որ էի, որ հիմա կամ ես առաջինն եմ ու վերջինը, ես ալֆան եւ օմեգան եմ, ես այն մեկն եմ, որ ճաշակել եմ մահը, բացախտել եմ մահվան զորությունը եւ մահը չի կարողացել կյանքին կուլ տալ, ապա կյանքը խորտակեց մահվանը, դուր նրան բարձր ծափահարություն, որովհետև կյանքը նվաճել է մահվան եւ սա ձեր բոլոր Աստծո որդիների ճակատագիրն է, ամեն, փառք Հիսուսին։ Շատ լավ, նա անցել է այս ամենի միջոցով, Աստված անցել է այս ամենի միջոցով եւ Զմուրնիայի եկեղեցու հետ, ինչը չխոսեց Եփեսոսի եկեղեցուն այս մասին, Զմուրնիայում ասում է, լավ իմացիր քեզ հետ է խոսում, առաջինն ու վերջինը, ալֆան եւ օմեգան, որ մեռած էի, բայց կենդանի եմ, պիտի հասկանանք հետեւյալը, ինչու Աստված ուզում էր, որ Զմուրնիայի եկեղեցին հասկանար ով է Հիսուսը, որովհետև իրանք նույն ձև անցնում էին տառապանքներով, չարչարանքներով, հալածանքներով, նահատակվում, մարտիրոսվում հանուն Քրիստոսի եւ Աստված ուզեց այս եկեղեցու հետ խոսալ, որ գիտեմ, տեղյակ եմ, ինչի միջով ես անցնում, բայց եք ես հետ խոսեմ, թե ինչ է մահը եւ ինչ է հարությունը։ Եթե մարդը անցնում է բազմաթիվ տառապանքների միջոցով եւ կրկին դուրս է գալիս, դա խոսում է այն մասին, որ քեզ հետ է հարության զորությունը։ Այն ամենը, ինչի միջով, այն ամենը, ինչը անցնում է հալածանքներով եւ մնում է դեռ կանգուն, այն կոչվում է հարություն։ Այն ամենը, ինչը անցնում է մահվան միջով, բայց չի թաղվում, այն կոչվում է հարություն, բայց այն ամենը, որ մեռնում է, դադարում է իր գործնեությունը
հարությունը ու էլ չի հարություն առնում, դա չի կարող կոչվել հարություն։ Այո, դժոխքի դռները այսօր էլ դեռ բաց են եկեղեցու համար, սակայն դրանք չեն կարող հաղթել եկեղեցուն, ինչու։ Մի պատճառով, որ հարության զորությունը դա եկեղեցու էությունն է, դա եկեղեցու բնույթն է, չմեռնել, հաղթել, որովհետև քո առաջնորդը չի մեռել, քո առաջնորդը հաղթել է մահվանը։ Ամեն, սա էր որ Աստված ուզում էր, որ Զմուրնիայի եկեղեցին լսեր եւ հասկանար։ Այո, կան տառապանքներ, այո, կան դժվարություններ, ասում էր Տերը։ Այո, ես տեսնում եմ ինչպես ես հալածվում, դու աղքատ ես, դու դժվարություններ ունես, դու մարտիրոսվում ես, դու մեռնում ես, բացիմացիր։ Ամեն բան, որ անցնում է հալածանքներով ու կանգուն է մնում, դա ճանաչել է ինչ է հարությունը։ Ամեն բան, որ չի թաղվում, բայց լավ ծեծվում է ու չի թաղվում, այդ նշանակում է ճանաչում է հարության զորությունը։ Ամեն։ Բայց մի բան, որ դադարում է իր գործնեությունը մահից հետո, ու էլ չի վերականգնվում, դա չի կոչվում հարություն։ Մենք անցնում ենք դժվարություններով, ով չի անցել։ Մենք անցնում ենք տառապանքներով, շատերը հիվանդություններով, որոշները հենց կենթանի մահվան աչքերի մեջ նայում են մահվան աչքերի մեջ, հենց իրենց կենթանության օրոք եւ ասում են Տեր ինձ ուժ տուր հավատալու, որ ես հաղթելու եմ սրան։ Ես գիտեմ ես ինչ եմ ասում եւ որոշները հասկանում են ինչ են լսում։ Ամեն։ Ես ուզում եմ հիմա նայենք եկեղեցու հալածվողներին մի մարդ կար, Պոլիկարպոս անունով, եկեք նայենք սրա, Պոլիկարպոս անունով, սա Զմիրնիայի եկեղեցու եպիսկոպոսն է եղել, իրան անվանում էին հոգևոր հայր, եկեղեցու եպիսկոպոս, իրան ասում են Զմիրնիացի Պոլիկարպոս, գիտեք ով է եղել սա, Հովանես Առաքյալի աշակերտը, այս մարդուն, որը այդ ժամանակ Զմուրնիայի եկեղեցում ուրեմն հալածանքների մեջ էր, նրան ասում էին մերժիր Հիսուսին եւ մենք քեզ հնարավորություն կտանք նորից ապրելու։ Եվ Պոլիկարպը նայեց հալածողների աչքերի մեջ եւ ասեց. ես 86 տարի ծառայել եմ Աստծուն, ինքը շատ ծեր մարդ էր։ 86 տարի ծառայել եմ Աստծուն եւ ես մի բան եմ հասկացել։ Նա երբեք վատ չի վերաբերվել ինձ հետ։ Ես միայն նկատել եմ, որ նա սիրում է ինձ։ Ինչպես կարող եմ այսօր, երբ իմ հերթն է եկել, դավաճանեմ նրան, ես պատրաստ եմ մեռնելու նրա համար, եւ նրան սպանեցին։ Ես ինչպես կարող եմ դավաճանել մեկին, ով լավ է վերաբերվել ինձ հետ։ Ես այս ծերուկից դաս քաղեցի։ Լավ է վերաբերվել Հիսուսը քեզ հետ, չէ, այո։ Գիտեք, նրան տարան գցեցին կրակի մեջ, ու երբ որ նրա մարմնի ներքևի մասերը, ոտքերը բանը այրվում էր, ստորին մասերը այրվում էր, նա կրակների մեջից աղոթք էր անում, ասում էր. Տեր Հիսուս, ես շնորհակալ եմ, որ կարող եմ այրվելով վկայել քո մասին։ Պատկերացնում ես ինչպեսի մարդիկ կարող են սրանք լինել։ Այսօր հավատացյալի մի բանը պակաս եղավ։ Դժ աշխատավարձդ ուշացրեցին։ Արդեն հավատքդ, արդեն տարուբերանքի մեջ է, ճնշումդ բարձացավ ու ոչ մի ձև չի իջնում, արդեն նեղված ես։ Տանը մի հատ խնդիր եղավ, մի հատ բան եղավ, աշխատանքի խառնված ես ուրար, բալավ ուրա, Աստված բան, խնդրում եմ, Աստված այնքան խորը մեկն է, գնա նրան խորությունների մեջ, որ ճանաչես ով է Աստված, ամեն, հաջորդ մեկին եմ ուզում ցույց տամ, չնայած ցույց տալու չէ, լսեք, մի քույր կար այդ եկեղեցում, թող մնա այստեղ, մի քույր կար, հաջորդ մարտիրոսվողին եմ ուզում ցույց տալ այսինքն ասել, մի քույր կար եկեղեցում, որին ստիպում էին երկրպագել Դիանայի ուրեմն տաճարին, որը Արտեմեսի տաճարն էր Եփեսոսում։ Եվ ասում էին երկրպագիր Դիանային եւ մերժիր Հիսուսին եւ մենք քեզ չենք հալածի եւ դու ազատ կլինես հալածանքներից։ Բայց հիմա ուզում ենք քո դեմ դնենք ընտրություն։ Եթե դու ընտրես Դիանային, Արտեմեսի ուրեմն բանն է եղել։
Արտեմիս կուրքը երբ ես ասում, մենք այդ մասին մի անգամ մի ծառայություն խոսել ենք։ Հիմա այս աղջկան ասում են, որ եթե դու դադարես հավատալ Հիսուսին եւ ընդունես Դիաննային, դու կապրես։ Նա ասաց, ես ինչպես հասկացա ձեր խոսակցությունից, դուք առաջարկում եք ինձ ընտրություն անել Դիաննայի եւ Քրիստոսի միջեւ, լավ, դուք ինձ ստիպեցիք, որ ես նորից ընտրություն անեմ, ես կրկին ընտրում եմ Հիսուսին։ Եվ այս բառը լսելուց հետո նրան սպանեցին։ Եկեղեցում Զմուրնիայի երկու քույրեր կային, հարազատ քույրեր։ Նրանցից մեկը ամուսնացած էր, երեխա ամուսին ուներ, մյուսը ամուսնացած չէր։ Այս երկու քույրերը նայում էին Զմուրնիայի եկեղեցու հալածվող եղբայրներին եւ քույրերին եւ ասում էին. այս եղբայրները եւ քույրերը արյունով են վճարում իրենց հավատքի համար, բայց մենք դեռ կենթանի ենք։ Ու նրանք ասում են, մեր մեջ էլ բայց կան մարդիկ, որոնք ուղղակի Հիսուսի շուրթերով են դավանում, թե դու իմ Աստվածն ես եւ այլն, բայց մենք մեր կյանքով կապացուցենք, որ նա մեր Աստվածն է։ Եվ մի անգամ սրանց այս դավանության համար բռնեցին եւ երկու քրոջը բանտ տարան։ Եվ երկու քուրը նստած էին եւ ոչ մի ձև չէին համաձայնվում դուրս գային, որովհետեւ պիտի ինչ-որ մի բանի հետ փոխեին մի բան։ Եվ օրերից մի օր այս ամուսնացած կնոջը, որը քույրերից մեկն էր, բերեցին իր ամուսնուն, կանգնացրեցին բանտախցի առաջ, բերեցին իր երեխաներին, կանգնացրեցին բանտախցի առաջ, ասացին, դե հիմա ոնց ես ընտրություն անելու, սրանք թե Հիսուսը։ Եվ այդ կինը, ես խնդրում եմ չդատես այլ ձգի սրան։ Ասաց, կարող եք ինձ ցույց տալ այլ ավելի արժեքավոր մի բան, որ ես կարող եմ հանուն Հիսուսի փոխել դա։ Այլ արժեքավոր, ամուսինը արժեքավոր չի, երեխաները արժեքավոր չէ, ասում եմ, եթե դու ուրանաս Հիսուսին, ընդունես սրանց, այսինքն համարես իրանք են արժեք քեզ համար, մենք քեզ բաց ենք թողելու։ Ասաց, այլ ինչ ավելի արժեքավոր բան կարող եք բերել, ներկայացնել, որ ես իմ հավատքս, ուրանամ, չկա տենց բան։ Գիտեք ինչ արեցին այս երկու քույրերին, տարան գցեցին առյուծների գուբը, առյուծները կենթանի խժռեցին երկուսին։ Սրանք եկեղեցի էր, որտեղ կային լիքը մարտիրոսներ։ Կա մարդ, որ հասկանում է մարտիրոս ինչ է, մարդիկ, ովքեր մահանում են գիտակցաբար հանուն Քրիստոսի, տառապանք, դժվարություններ, սով, աղքատություն, յուրահատուկ մի պրոբլեմ էր, որը Զմուրնիայի եկեղեցում տիրում էր։ Ես նշում եմ աղքատություն, ես նշում եմ հալածանք, ես նշում եմ ծաղր, ես նշում եմ մահ, որովհետև նման բաներ, մեզանից երևի բոլորս, եթե մեկը չեն մյուսը տարել ես, այն մեկը չես տարել, մյուս տեսակն ես տարել, դժվարություն, տառապանք, ծաղրել են, դավաճանել են, ծեծել են, նեղություն ես քաշել, վերջը, ցավ, հիվանդություն, կորուստ, տեսել ենք սենց բաներ։ Այսինքն նորություն չի այս ամեն ինչը, բայց այս եկեղեցին յուրահատուկ է սրա մեջ էր։ Այս եկեղեցին իրականում տեսել է դաժան հալածանքներ, 7 եկեղեցիներից ոչ մեկ այսպիսի հալածանք չի ապրել, ոնց որ ապրել Զմուրնիայի եկեղեցին։ Դրա համար էլ Հիսուսը, ահա ինչն է պատճառը, որ Հիսուսը նրանց հետ խոսում էր հարության եւ մահվան մասին։ Պարզ է, ինչու հենց իմенно հատուկ այս եկեղեցու հետ Աստված խոսում էր մահից եւ հարությունից, որովհետեւ գիտեր, որ իրանք բոլորը անցնում են մահով եւ ցավով։ Եվ ուզում էր ասել, եթե հաղթես, եթե չեմ սխալվում, մենք կարդացինք, ասում է, քեզ ճաշակել կտամ, եթե հաղթես, չես ճաշակի երկրորդ մահը։ Խիմահի քանի տեսակ է լինում։ 2 տեսակ։ Առաջինը դա ֆիզիկական մահն է, որի հետ մենք բոլորս ենք հանդիպել, տեսել, մենք բոլորս որ գնում ենք տեսակցության, ինչ որ մի մեռելի, առաջի բանը որ տեսնում ենք, մենք հանդիպում ենք, ինչ, ֆիզիկական մահվանը։ Երկրորդ մահը, ասած եթե հաղթես, չես ճաշակի երկրորդ մահը դա հավիտենական բաժանումն է Աստծոց, սա ավելի սարսափելի է, քան առաջին, ավելի սարսափելի։ Եվ պատճառը, որի շնորհիվ Զմուրնիայի եկեղեցին կարողացավ կրել այդ հալածանքները, կայանում էր նրանում, որ նրանք հասկանում էին, թե ինչ է հարությունը։ Գիտեք, թույլ տվեք մի բան ասեմ, այսօր այնքան եկեղեցիներ կան աշխարհում քրիստոնեական, եւ այնքան քրիստոնյաներ կան, բայց ես ավելինքան վստահ եմ ասածիս մեջ, որ ոչ բոլորին է բացվել ինչ է հարությունը։
Գիտեք, մինչև այսօր մարդիկ հələ հարցում են, բայց դա նորմալ բան է, որ մարդը մեռնի եւ հետո դի ոնց անելու այդ գերեզմանների, այդ ոնց են հելնելու, ոնց են հարություն առնելու։ Գիտեք, ոնց է այդ ամենը տեղի ունենալու, ես չգիտեմ, որովհետեւ այտենց իրադրության հանդիպելու ենք բոլորս վերջում, բոլորս։ Բայց ես մի բան գիտեմ, որ այն հավատքի առաջնորդը, որին ես հավատում եմ եւ որի մասին գրված է Սուրբ գրքում, գրված է հետեւյալը. նա դրվեց գերեզման եւ երրորդ օրը մեռելներից հարություն առավ եւ ես դրան ասում եմ այո եւ ամեն։ Ես դրան ասում եմ հավատքով այո եւ ամեն։ Քրիստոս հարություն առավ մեռելներից, եթե դու հավատում ես դրան, այդ նույն հավատքով հավատա, որ դու էլ ես անպայման դուրս գալու, դու էլ չես ճաշակելու մահը, ամեն, դու նրան բարձր ծափահարություն, փառք Հիսուսին, հալելույա, նա հանելու է բոլոր իր որդիներին գերեզմանից, դու մահը չես ճաշակելու, մահը խափանել է Հիսուսը քո համար, ամեն, ասում է, եթե հանկարծ հաղթես ու մնաս ամուր, ես քեզ ճաշակել չեմ տա երկրորդ մահը, որովհետև ժամանակ է գալու, որ գերեզմանները բացվելու են, ով որ տիրոջինն է, գնալու է տիրոջ մոտ, եւ ով որ տիրոջինը չի գցվելու է կրակի լիճը, դու կարող ես նստես ու ասես, գիտես լավ չհասկացա սա ինչ է, կամ կարող է դա այդպես է, հարցը նրանում չէ, հասկանում եմ, տարբերում եմ, խորն եմ հասկանում թեթև, հարցը նրանումն է, որ լավ կլինի, որ հավատամ սրան, որովհետև եթե հավատամ, ինձ ավելի ձեռ է տալի, քան ստվիճեմ։ Ամեն, ես կնախընտրեի հավատալ, որովհետև եթե հավատաս միգուցե մի հատ գալու է օր, որ իրականում ես ճշմարտությանը հանդիպելու ես ու ասելու ես երանելի էր այն օրը, որ որոշեցի հավատալ, որովհետև Աստվածաշունչն ասում է, բոլոր խոստումները, որ գրված են այստեղ, այո եւ ամեն են։ Ամեն։ Լավ արի միասին իրարետնայինք հայտնության 2:9 ու տեսնենք, գիտեմ քո գործերը, այսինքն պարզ արդեն ինչ գործերը, նեղություններ, աղքատություն ունես, բայց դու հարուստ ես, գիտես, գիտեմ, որ դու հարուստ ես, բա հարուստ չի, բա ինչը, անցել այս նեղություններով, այս չարչարանքներով, մարդը կայուն է մնացել իր հավատքի մեջ, բայց դու հարուստ ես, եւ գիտեմ նրանց հայոյանքը, որ ասում են, թե իրանք հрьяաներ են, ստեղ մեծ պատմություն է պատմում, որ պետք է հասկանալ, այս ինչ հрьяաների մասին է խոսքը, ասում են հрья ենք, բայց հрья չեն, այլ սատանայի ժողովքից են, ժողովք են, ուզում եմ, որ մի քանի բան տեսնենք 7 եկեղեցիների մեջով 5 եկեղեցին ընդդիմության հետ է հանդիպում, եկեք նայենք էդի, ուրեմն 5 եկեղեցիներ 7-ից ընդդիմության հետ են հանդիպում, Եփեսոսը անցյալ անգամ խոսեցինք, Նիկողայոսյանների հետ հանդիպեց, սա ինչ է, միջնորդական դաս, թե չկա որևէ մեկը բացի մեզանից, որ կարող է ձեր համար աղոթել, դու որ խնդիր ես ունենում գնում ես ում ես դիմում, որ աղոթեն, ոչ մեկին մի դիմի, դու բավական ես, որ աղոթես, սրանք անչեմենի աղոթի, քահանային փոխտամ գա աղոթի, տես բան չկա, հայտնության առաջին գլուխն ասում դու ես քահանան, Նիկողայոսյաններն ասում էին, որ դուք չեք կարող Աստծուն դիմել, դուք չեք կարող Աստծո խոսքը կարդալ եւ հասկանալ, ձեզ ինչ որ պետք է մեզ ասեք, մենք կգնանք Աստծուն կասենք, մի մտածեք, չկա տենց բան, Քրիստոսի մեջ իմ մարդու եւ Աստծո միջև միջնորդը քանդված է, դու կարող ես հանգիստ մտնել քո հորդ ներկայության մեջ, Աստծո ներկայության մեջ, գոցել քո հետևից քո դուռը սենյակի եւ աղոթել ինչքան ուզում ես։ Եվ իմացի, Աստվածաշունչն ասում է, որ մտար, դուռը փակեցիր ու աղոթեցիր, այն ինչ որ ծածուկ տեղը հորը խնդրեցիր, դուրս արի հայտ հետո ցույց տալու։ Ամեն, չտեսա տեղ միջնորդ։ Քրիստոսը իր մարմնով այդ միջնորդական պատը քանդել է, ամեն, իսկ Մյուրնիայի եկեղեցում ինչ որ հрьяաներ են մեջ մտել եւ ասում է ես տեսա որ սրանց բռնեցիր, ձևացնում են հрья, բայց հрья չեն անդրադառնալու են սրանց մի քիչ ավելի խորը, Պերգամոնի եկեղեցում մտել էր Բաղամի վարդապետությունը եւ Նիկողայոսյաններինը նույնպես, Թիվատիրի եկեղեցում մտել էր սարսափելի մի հատ ոգի անունը Հեզաբել, սպասիր այդ օրվան որ այդ եկեղեցու մասին լսես, Ֆիլադելֆիայի եկեղեցին, որ շատ լավն էր և շատ գովվեց Տիրոջ կողմից, ըստեղ էլ էր մարդ մտել, սրանք մտել էին հрьяաներ, որոնք փորձում էին քրիստոնեական վարդապետությունը փոխել հուդայականության հետ, իսկ հիմա մենք վերադառնանք Զմուրնիա, որտեղ մտել էին հрьяաները, ինչ եմ ուզում այստեղ տեսնես,
Ովքեր էին այդ հрьяաները, արդյոք դրանք հուդայականությունից դարձած հрьяաներն էին, թե ովքեր էին։ Գիտեք, հрьяաները ունեն այսպիսի արտահայտություն, դա Հիսուսից են լսել։ Հիսուսը Հովհաննես 4:22-ում ասեց. «Փրկությունը հрьяաներից էր»։ Ինչու, որովհետև հрьяաների մեջից դուրս եկավ փրկիչը։ Այսքան բան։ Հрьяաները չեն փրկում, հрьяաների միջից է դուրս եկել փրկիչը։ Փրկում է փրկիչը։ Ամեն։ Հիմա ովքեր էին սրանք, որ ներս էին մտել եւ ինչ էին ուզում սրանք ասեին, հա։ Ուզում եմ մի քանի կարևոր կետեր նշեմ հрьяաների հուդայականության եւ քրիստոնեության խոշոր տարբերությունը, խոշորագույն տարբերությունը։ Քանի մարդ է իմանում, որ հрьяաները դրանք որոնք հավատում են Յահվեին եւ այլն կոչվում է հուդայիզմ։ Հուդայիզմ հավատում են, որտեղ հрьяան իմացեք, հավատում է իրանց կրոնը, որին ինքը հետևում է, կոչվում է հուդայիզմ, հայերեն հուդայականություն, հա։ Մենք Քրիստոսին ենք հավատում եւ կոչվում ենք շատ լավ։ Հիմա ես ուզում եմ որ տեսնես այս երկու ուրեմն հավատքի մեջ լուրջ տարբերությունը, վստահ եմ որ օրտնվելու ես, որովհետեւ չես կարող օրտնվես, եթե քրիստոնյա ես, չես կարող օրտնվես։ Ամենալավագույն աղեկ բաժինը Աստված տվել է իր որդիներին։ Ամեն։ Զգալի տարբերությունն ենք հիմա նայելու։ Նայեք այստեղ։ Հрьяաները ունեն տաճար։ Հрьяաները ունեն օրենք։ Հрьяաները ունեն քահանաներ, այսի միջնորդական դասը, միջնորդական դաս։ Ամեն ինչ որ դու ուզում ես որ արվի, պիտի անի քո համար դա քահանան, դու չես կարող անես։ Եվ ունեն խոստումներ, Աբրահամից խոստումներ ունեն, ժառանգած թե չէ։ Սա հрьяայի հարստությունն է, նայիր այստեղ։ Այս սրա վրա է հрьяան հիմնված։ Ունի տաճար, որի անունն է սինագոգ, ունի օրենք, որը 10 պատվիրաններն են, որը կառուցում է ըստ հрьяայի, ասում ես, ինչ է անում 10 պատվիրանը քեզ, նա քեզ այսպես է պատասխանում, նա իմ վարքագիծն է մշակում։ Դա այդպես է, ճիշտ ասում։ Ունեն քահանաներ, որոնք ծառայում են մեզ համար ուրեմն անում են աղոթքներ, մեզ համար անում են զոհեր եւ այլն, եւ ունենք Տիրոջից խոստումներ, որի պատճառով մենք օրտնված ենք եւ երկրի վրա ապրում ենք երջանիկ, այդպես է։ Այդպես է։ Ես հիմա տանելու եմ քեզ տարբերությունը։ Հрьяաները այս երկրի վրա կառուցել են գեղեցիկ տաճար։ Նրանք ունեն Սողոմոնի տաճար, ոսկուց ամեն ինչը, նրա փայտերը Լիբանանից էին բերված։ Նրա հատակները, սյուները տաճար են կառուցել եւ մինչեւ այսօր էլ նրանք ունեն տաճարներ, որտեղ երկրպագում են եւ դրա անունն է սինագոգ։ 10 պատվիրաններն էլ ասեցինք ինչի համար ունենք, բայց մի հատ բան եմ ուզում որ նայենք։ Հուդայականությունը սա ֆիքսի կոմոդ մեկ ընդմիշտ։ Հուդայականությունը երկրի վրա համարվում է երկրային կրոն, երկրային։ Նրանք ունեն նյութական տաճար, նրանք ունեն գրավոր օրենք, նրանք ունեն քահանայակների միջնորդական դաս եւ վայելք այս երկրի վրա, եմ խոստումները դրա մասին էր։ Երբ հрьяաները եկան Եգիպտոսի գերությունից Քանան, որ այսօրվա Իսրայելն է, առաջի բանը որ հрьяաները արեցին, կառուցեցին տաճար, ինչու, որովհետև իրանք գիտեին մի բան, Աստված ապրում է տաճարում, քարեղեն տաճարում, եւ եթե ուզում է հрьяան գնա աղոթելու կամ որևէ մի բան անի, նա չի կարող դա անել տանը, նա պիտի անպայման գնա տաճար։ Նրանք կառուցեցին երկրի վրա տաճար, ուզում եմ որ հիշես այս հուդայականությունը երկրի վրա համարվում է երկրային կրոն։ Կառուցեցին տաճար, որպեսզի ծառայեն Աստծուն, գնան տաճար եւ այլն։ Եթե հрьяան ուզում է զոհաբերություն անել, նա պետք է անպայման դա անի եկեղեցում, այդ տաճարում ներողություն։ Պետք է գնա սինագոգ, տանի իր զոհը, տա քահանային ու քահանան իմանա ինչ աղոթում է եւ այլն էսկոմ ենկոմ։ Այսինքն եթե հрьяին պետք է երկրպագել Աստծուն գնում է տաճար, եթե նրան պետք է զոհաբերել գնում է տաճար, եթե նա մեղք է գործել եւ ուզում է գնա որ քահանան իր համար աղոթի եւ խոստովանվի որ ներվի գնում է տաճար։ Եթե իր հետ մի հատ լավ բան է տեղի ունեցել եւ ուզում է դրա համար շնորհակալություն հայտնի Աստծուն, նա գնում է տաճար, նա դա չի անում տանը։ Դու որ ուզում ես Աստծուն շնորհակալություն հայտնես, սպասում ես որ գաս Կիրակի եկեղեցի հետո հայտնես։ Սա տարբերությունը տեսնելու ենք։ Արի մի բան նայենք։ Հрьяաները համարվում են երկրպագուներ եւ նրանց համար տաճարը միակ վայրն է, որտեղ նրանք կարող են երկրպագել։ Վերջ իր համար ուրիշ գաղափար գոյություն չունի։ Ինքը եթե ուզում է երկրպագի Աստծուն, էդի անելու է տաճարում։ Դու եթե ուզում ես երկրպագել Աստծուն, տանը մարդ չկա,
ուզում ես երկրպագես Տիրոջը, ուզում ես մի հատ երաժշտություն միացնես, աղոթես, երկրպագես, ասում ես, այսօր երեք շաբթի է, եւ պիտի գա Կիրակին, որ գնամ մի հատ երկրպագեմ ընդ։ Չէ, դու դա կարողանում ես անես ձեր տանը։ Ինչու դու կարողանում ես անես, նա չի կարողանում անել։ Այս տարբերությունը պետք է հասկանանք։ Ինչու դու կարող ես, նա չի կարող։ Եկեք նայենք մի բան։ Երկրպագուները եւ երկրպագությունը, նայեք, երկրպագուները եւ երկրպագության վայրը երկու տարբեր բաներ են։ Ով է այս խոսակցությունը հիշում Հովհաննես Ավետարանի 4-րդ գլխից, երբ Հիսուսը Սամարացի կնոջ հետ հանդիպեց Հակոբի ջրհորի մոտ եւ այս կինը այս խոսակցությունը բացեց, ահաղի բացեց, ասաց, որովհետեւ դուք ասում եք հрьяաներդ, որ Աստծուն պետք է երկրպագել տաճարում, բա մենք ինչ անենք, որ մենք չենք կարող գանք այդ տաճար, մենք էլ այս սարի վրա, հիմա մենք այս սարի վրա երկրպագենք, դա ճիշտ է, եւ եթե չենք կարող գանք այդ տաճարը, որտեղ Աստծուն երկրպագում են հрьяաները, մեզ էլ չեն թողում, որովհետեւ իրանք իրար հետ կոնֆլիկտ ունեն, բա հիմա սա ո՞նց է լինելու։ Եվ Հիսուսը այս կնոջը նայում է եւ ասում է. լսի կին, ինձ լսի ուշադիր, ասում է. ժամանակ է գալու։ Այդ ժամանակն է գալու։ Դու այդ ժամանակի մեջ հենց հիմա նստած ես։ Ասում է ժամանակ է գալու, որ ոչ այս սարի վրան են երկրպագելու, ոչ այն սարի վրան են, ոչ այս տաճարում, ոչ այն տաճարում, այլ Աստծուն երկրպագելու են ներսով, հոգով եւ ճշմարտությունով։ Վերջացավ երկրավոր տաճարներում Աստված չի բնակվում։ I love us. Ամեն, փառք Տիրոջը։ Եկեք մի բան նայենք Եփեսացիներից թղթում, արագ նայենք սա։ Եփեսացիների 2:21-ից 22-ում, որ նրանում բոլոր շինվածքը միայն ուրեմն հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերովը, որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան հոգով։ Դու մատերիալ ես տեսնում ստե։ Մատերիալ ես տեսնում ստե։ Չկա, դուք բոլորդ, հալելույա, ուզում եմ նայեմ ձեզի, դուք բոլորդ իրար հետ կառուցվում եք Աստծով, որպես Աստծո կենթանի տաճար, կենթանի քարերից դուրսում բարձր ծափահարություն։ Հալելույա, փառք Տիրոջը, ամեն, հալելույա։ Այսօրվա եկեղեցու յուրահատկությունը եւ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դու երկրպագելու համար կարիք չունես վայր ընտրելու, կասես այո, ամեն, հալելույա։ Քանի որ Պետրոսը մի հատ բան ասեց, դուք Աստծո տաճարն եք, կենթանի քարեր, որովհետև այս կենթանի քարերը, որ այսօր եկան այստեղ հավաքվեցին իրար հետ, սա եկեղեցի է։ Քրիստոնյաները չունեն եկեղեցի, քրիստոնյաները իրանք են եկեղեցին։ Որովհետև նա ինչ ասում, ասում է, եւ Հիսուսը գալու է հարսի հետևից, որն է եկեղեցին, որտեղ եք տեսե, տաճարը առնեն, տանեն երկինք, չկա տես բան, ուր ես տանում Հիսուս ես եկեղեցին, Էսի լավներ դուրդ եկել էր քաշետանում ես, չկա տես բան, ասում եմ դուք Աստծով կառուցվում եք որպես կենթանի տաճար եւ ձեզ կառուցողը Տիրոջ հոգին է։ Ամեն, հալելույա։ Հուդայականության մեջ սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստված բնակվում է երկրավոր հողեղեն, քարեղեն տաճարում, քրիստոնեության մեջ Աստված բնակվում է քո տաճարում, որը դու ես, ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Ուզում եմ որ դու նայես ինչ է նշանակում եկեղեցի բառը, որտեղից է սա ծագել։ Եկլեսիաս բառն է հունարեն, սա նշանակում է կանչված ժողովուրդ։ Եկեղեցի բառը դա տաճար չէ, դա շենք չէ, դա քար չէ։ Եկեղեցի նշանակում է դու կանչված եւ ժողովված ժողովուրդ, ծագում է դուրս կանչել բառերից։ Բա որտեղից է Տերը մեզի դուրս կանչե աշխարհից։ Հիսուսը ինձ եւ քեզ կանչել է աշխարհից, նա մեզ դուրս է հանել աշխարհից, նա մեզ դուրս է հանել ամբոխից, նա մեզ դուրս է հանել մեղքից, կանչել է, սրբել է եւ քեզանից ստացել է Սուրբ Հոգու տաճար։ Եկեղեցի բառը նոր կտակարանում կհանդիպես 114 անգամ եւ 114-ն էլ վերաբերվում է մարդուն։
Եկեղեցին դա Աստծո որդիների հավաքատեղն է, որտեղ այցելում է Աստված եւ որտեղ բնակվում է Աստված, ասում են որտեղ է բնակվում Աստված, սուրբերի ժողովքում, իր որդիների մեջ, ձեր տան պապան ուր է գնում աշխատանքից հետո, իր տուն, ինչու, որովհետև դա իր տունն է, իր որդիներն են, իր ընտանիքն է, ձեր երկնային հայրը նույնպես բնակվում է իր որդիների համայնքում, ամեն, փառք Հիսուսին, փառք Տիրոջը, վերաբերվում է այդ 114 անգամը, վերաբերվում է քրիստոնյաներին, որպես կենդանի եկեղեցի, այլ ոչ թե շենքին, լսում ես, միգուցե դու զարմացար, բայց թույլ տուր մի հատ էլ կրկնեմ, ես զգում եմ սրա կարևորությունը կրկնեմ, քրիստոնեությունը շենք չունի, քրիստոնյաները հենց իրանք են եկեղեցին։ Օրեր առաջ Եփեսոսի պատգամի ժամանակ հնարավոր է այդ եղբայրը ինձ նորից նայի, մի օտար մեկը, օտար չեմ ասում, ազգությամբ օտար, մեր եկեղեցու շեր, չեմ էլ կարծում, որ Ամերիկայից էր, բայց մտել էր մի եղբայր, հնարավոր է ինքը նորից մտնի, որտեղ ոնց հասկացա հետևում է ինքը եւ ասաց օ քույրիկ ջան դուք ստեղ ասել եք պատգամի մեջ որ ճրակակալները մարդիկ են բայց ես ուզում եմ ասեմ որ ճրակակալները եկեղեցիներն են Եփեսոսի թղթում գրված է որ նա ման է գալի ճրակակալների մեջ եթե եկեղեցին բաղկացած է քեզանից կողքիդ նստածից մյուսից նշանակում է ճրակակալներից պետք չի բառախաղանել ճրակակալներից դա իրար հետ միասին կնշանակի RCOH ճրակակալ մյուսը ուրիշ այո բայց այդ ճրակակալները բոլորը իրար հետ կազմում են մի հատ եկեղեցի կենդանի եկեղեցի ամեն շատ լավ միատել ենք բան նայելու այն տաճարը որը գնվել է Քրիստոսի թանկարժեք արյամբ դա եկեղեցին է ամեն Հալելույա։ Մի պատմություն եմ ուզում պատմել ձեզ։ Ինձ շատ դուր է եկել այս պատմությունը, ես վստահ եմ, քեզ էլ է դուր գալու եւ դու էլ չես մոռանա։ Ավստրալիայի Կուլին քաղաքում մի պարոն էր ապրում, անունը Յու։ Ավստրալիայի Կուլին քաղաքում։ Սա էլեկտրիկ էր, հասարակ բանվոր մարդ էր եւ կրթություն չուներ։ Բայց հետո իր սիրտը տվեց Հիսուսին, դարձի եկավ եւ մի օր աշխատանքից տուն եկավ եւ կնոջն ասեց ուզում եմ հաց ուտենք կինն ասեց ահա հացը պատրաստ է մի հատ էլ մարդը պետք է տենց գին ունենա գինին առավ այդ կինը դրեց սեղանին եւ ասեց դե հիմա ուտենք ամուսինն ասեց մի հատ աղոթենք հետո նոր ուտենք եւ կանգնեցին տան անդամները սպասում են որ հայրը արդեն դարձի եկած մեկն է աղոթի հետո նկատում են որ հայրը լռել է ու չի խոսում ինչ պատահեց պիտի հաց ուտենք ինչ պատահեց պիտի հաց ուտենք ուրեմն պարոն Յուն վերկացավ եւ ասեց կնոջը ես անգրագետ մարդ եմ կարդալ չգիտեմ բայց կարող ես դու Աստվածաշնչից գտնես մի տեղ կարելի է հավատացյալին խմել կինը փորձեց հնարավորին չափ քրքրել Աստվածաշունչը գտնի տնախ գինի կարելի է խմել թե չէ չգտավ ասաց դե լավ ասեց ոչինչ Կիրակի կգնանք եկեղեցի քարոզիչից կհարցնենք քարոզիչ կարելի է հացի ժամանակ գինի խմել բա հիմա պետք չի կանգ առնես վերկաց խմի հացդ կեր Կիրակի կհարցնենք ասաց լավ վերկացավ մարդը որ նորից կանգնի աղոթելու էլի կանգ առավ գնացին Կիրակի օրը եկեղեցի եւ այս բանը պատմեցին այդ եկեղեցու քարոզիչին եւ քարոզիչը լսեց եւ հարց տվեց եղբայր Յու դու վերջը գինի խմեցիր թե չէ ասաց ոչ ասացի հարցնում է քարոզիչը ինչու ասма ներսիս տանուտերը թույլ չտվեց որ խմեմ ես չխմեցի դու քո ներսում տանուտեր ունես եւ նա քեզ կասի ինչ պիտի անես եւ ինչ պիտի չանես ամեն որովհետեւ մենք Սուրբ Հոգու տաճար ենք եւ Աստծո Հոգին բնակվում է մեր ներսում նա մեզ կասի գնալ թե չէ անել թե չէ ճիշտ է թե սխալ ամեն մենք ունենք ներքին տանուտեր եւ սա ավել է բարձր է քան գրված գիրը ամեն Ինձ դուր է գալի այս պատմությունը, ես շատ ժամանակ առ ժամանակ ես պատմում եմ, որը խոսում է ներքին տանուտեր, ասում է չէ, տանուտերը թույլ չտվեց, ես էլ չխմեցի, իսկ հեճղել է, որ քո մեջից տանուտերը խոսի, Փառք Հիսուսին, մի բան նայենք, օրենքը պետք է դառնա ներքին մի բան, ոչ թե արտաքին,
Պիտի դու զգաս, դա ճիշտ է, թե ոչ, դա փառք կբերի Աստծուն, թե չէ։ Երկրորդ անգամ մարդը կանգնավ եւ երկրորդ անգամ չիմացավ ինչ անի, բայց տանուտերն ասեց. «Չանես»։ Օրենքը դա արտաքին բան չէր, օրենքը դա ներսի բան էր։ Ամեն։ Մենք օրենքի տակ չենք, մենք շնորհքի տակ ենք։ Սակայն հрьян գիտի, պետք չի իրանք հարուզիչին հարցնել։ Հрьян գիտի, գրված է, վերջացավ գնացել պետք չի ոչ մեկին հարց տալ։ Բայց մենք մի բան գիտենք, որ կյանքի եւ հոգու օրենքը ապրում է մեր ներսում։ Պողոսն ասում էր ինձ ամեն բան կարելի է, բայց ոչ ամեն բան է ինձ օրինավոր, այո, եւ ոչ ամեն բան է ինձ օգտակար։ Ես էլ կարամ անեմ, ինչի՞ չէ։ Հիմա որ Պողոսը նստեր հաց ուտեր, օրինակ խորոված տայիք Պողոսին, մի 50 գրամ էլ գինի խմեր։ Այդ ինչա նշանակում արքայությունից զրկվելու էր, ոչ, բայց ասեց ինձ որպես առաքյալի, ուղղակի սազական բան չի, որ ես նստեմ ասեմ կենացդ աղբերս։ Եվ հետո Կիրակի օրը եմ ասեմ, եղբայրներ եւ քույրեր, եկեք երկրպագենք նրան, ուր մնաց խորովածը գինիով։ Ալելույա, հասկանում եք, քրիստոնեությունը էդի ցիրկ չի։ Քրիստոնեությունը լուրջ քայլեր է պահանջում։ Զմուրնիայի եկեղեցուն չմոռանաս, անցնում էր լուրջ հալածանքներով, անցնում էր աղքատության միջոցով, անցնում էր մահերով, մարտիրոսվում եւ նահատակվում էին Քրիստոսի համար, եւ դա ուտել խմել չէր, եւ դա գինի խմել չէր, դա կյանքերը կենթանի զոհասեղանին դնել էր։ Ամեն։ Քրիստոնեությունը դա լուրջ բան է։ Այո, ստեղ խաղանելը բացառվում է։ Ես ուզում եմ մի բան էլ նայենք։ Հուդայականության առօրյա ստանդարտը մեռած է, արտաքին բաներ են, անենք, չանենք, մազերը սենց պահենք, շորերը սենց ինչ-որ հակնենք, գլուխներին կանայք կեղծամ են դնում պարիկ, ես տենց է չեմ հասկանում ինչու, միթե կնոջ մազը սեքսուալ է, որ այդ մազերի վրա պարիկ են դնում, ով է ձեզ այդպես բան ասել, որտեղ է գրված, որ պարիկ դիր, որտեղ եթե ուրիշ մի հատ տղամարդ տեսնի քո պրիչոսկեն կգայթակղվի, չգիտեի, որ դա այդքան գայթակղիչ բան է։ Հուդայականության առօրյան դա դրա ստանդարտը մեռած է արտաքին բաներ, այսպես հագեք, այսպես արեք, շաբաթը այսպես պահեք, այնպես պահեք, էսի չուտեք, էսի չխմեք, լիֆտի դուրը չսխմեք, որովհետև աշխատանքը եզանգա, որ փոսը փոսից չհանեք եւ այլն այս արքի բաներ, արտաքին բաներ է։ Եվ սա հուդայականությունն է ամբողջովին, արտաքին բաներ, ծեսեր, ավանդույթներ, գրածգիր։ Ուզում եմ հաջորդը նայես, թե եկեղեցին բա ինչ է, եկեղեցում օրենք չկա։ Հիմա մտածեց, ես շլավ տեղ ենք եկել, սաղ կյանքը որտեղ ապրեցինք, դպրոցում օրենք, մանկապարտեզում օրենք, ամեն տեղ օրենք, ասում եկեղեցում օրենք չկա, ինչ ենք անելու հավաքույթից հետո։ Եկեղեցում օրենք չկա, բայց եկեղեցում կա կյանքի եւ հոգու օրենքը, որը ապրում է մեր մեջ։ Եկեղեցում կարող է լինել կարգ ու կանոն, բայց ոչ օրենք։ Հիսուս Քրիստոսը եկավ օրենքի տառապանքից ազատելու մեզ եւ մենք այսօր կոչվում ենք ազատի որդիներ, ազատ օրենքի լույսը բեռը մեր մեջ կրելուց։ Ամեն։ Ով օրտնվեց որ քրիստոնյա է։ Հալելույա։ Ուզում եմ մի հատ բան էլ նայենք, ասում է սատանի ժողովք։ Ասում կան ձեր մեջ հրյաներ, որ իրանց հրյայի տեղ են դնում, բայց չեն, դրանք սատանի ժողովք են։ Ես ուզում եմ, որ ժողովք բառը լսեք, երբ նոր էի եկել Ամերիկա, ես լսում էի այստեղ տեղացի հայերից հետևյալ արտահայտությունը ու մինչև հիմա կան մարդիկ, եթե դու այդպիսին ես շտկի այսօրվանից, գնում ենք ժողովարան, սա ժողովարան չէ։ Գնում ենք մեր ժողովարանում, ժողովարան բառը, գիտես ինչ է նշանակում, սինագոգ։ Ժողովարանը ձեզ չի պատկանում, դուք կենթանի եկեղեցի եք, արդեն խոսացի այդ մասին։ Ասում է ժողով, դա ժողովարան բառն է օգտագործել այստեղ։ Ասում է ձեր մեջ կան հրյաներ, որ իրանց ասում են հրյային, բայց հրյա չեն, բայց տեղով, ասում է Աստծո խոսքը, սատանայի ժողովարան են, սատանայի ժողովք են, սկուշեղի ասում է դրանք ձեր մեջ են թափանցել։ Մի քանի բան եմ ուզում նայենք, որ նորից հասկանանք քրիստոնեությունը կապենք եկեղեցու շենքի հետ, թե ոչ, արի մի քանի բան նայենք, որ էլի հասկանանք։ Լավ, հայտնության 2:9-ն էլ նայենք ու այդ դրանք նայենք։ Գիտեմ քո գործերը, եւ նեղությունը, եւ աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Եվ գիտեմ նրանց հայոյանքը, որ ասում էին հրյա են, բայց հրյա չեն, այլ սատանի ժողովարան են։ Ժողովարան բառը դա սինագոգ բառն է։ Հիմա որպեսզի ապացուցեմ դա սինագոգն է թե չէ, եք նայենք հաջորդ բանը։ Նայեք, հրյաները
ունեն ժողովարան։ Եթե ասում ես հրյային օրինակ Գեցսեմանի այգու կողքը մի հատ նեղ ճանապարհ կար, որ գնում ես Գեցսեմանի այգի, մեկը տենում ես ինչքան հրյակա այս սպաներով, այդ արագ իջնում են, քեզ ասկի մարդի տեղ չեն տնում, որտեվ դուք բոլորդ իրանց համար անմաքուր եք։ Մի խոսքով, այդ հրյաները, օրթոդոքսալ հրյաները, այդ իրանց այդ սև պլաշներով, այդ մազերով, ցիլոններով եւ այլն, արագ այդ, գիտեք ինչ ձև են արագ իջնում այդ Գեցսեմանի պարտեզի կողքից, որովհետեւ իրանց համար այդտեղ Հիսուս բան աղոթելա չի ուզում ինքը տեսնի, ինքը դաժե հայացքը չի գցում պարտեզի վրա։ Չի ուզում ինքը նայի, իրան գալիս են ժողովարանից, սինագոգից։ Այդտեղ ովքեր եղել են Երուսաղեմում գիտեն Գեցսեմանի պարտեզի կողքը սինագոգ է։ Ուրեմն սինագոգը, որը ժողովարանն է, պատկանում է հրյաներին։ Սրբարան բառը պատկանում է բուդդիստներին։ Վանքերը դաոսիզմին, դա չինական կրոն է եւ փիլիսոփայության, ուրեմն վիճաբանության ինչ-որ sense մի հատ ուսմունք է։ Մսկիթները մահմեդականներին տակը ինչ է գրված։ Ես կխնդրեմ, որ մեկը բարձր ասի, տակը ինչ է գրված։ Քրիստոնյաների եկեղեցին, դա կենթանի մարդիկ են, կենթանի քարերը, ամեն, մենք ոչ մսկիթ ունենք, ոչ դայոսիզմ ու չգիտեմ ինչեր ունենք, ոչ սրբարան ունենք, ոչ վանքեր ունենք, մենք կենթանի եկեղեցի ենք։ Եթե հիմա մեկը կասի, բայց մենք վանքեր ունենք, լսեք, այո մենք վանքեր ունենք Հայաստանում, որը հիշեցնում է մեզ, որ այդ վանքերում աղոթել են, որ այդ վանքերում ծառայել են, որ այդ վանքերում պահել եւ շարունակական են դարձել քրիստոնեությունը, որի համար փառք Աստծուն, բոլոր այն հավատարիմ Աստծո ծառաների համար, որոնք հավատքը սերունդից սերունդ են փոխանցել փառք Աստծուն, բայց ես կարծում եմ դուք հասկացաք, այսօր խոսքը գնում է կենթանի Աստծո եկեղեցու մասին, խոսքը գնում է կենթանի քարերի մասին, եւ Աստվածաշունչն ասում է Եփեսացիներից թղթում դուք կառուցվում եք իրար հետ որպես Աստծո կենթանի տաճար Սուրբ Հոգու միջոցով։ Խնդրում եմ այս ճշմարտությանն ասա ամեն։ Հիմա ասում է հաջորդ բանը, հայտնության այս այն լսիր։ Ուրեմն պատմեցինք եկեղեցու պատմությունը, հասկացար ինչի միջով է անցել եկեղեցին, նեղություններ, դժվարություններ եւ այլն, բայց ինձ համար շատ կարեւոր է, ինչ խոստում է ուզում Աստված տա։ Մի բան, որ այսօր այստեղ մի փոքր շտկում եմ բերելու, որտեղ ես շատ-շատերից լսել եմ այս սխալը, խնդրում եմ այստեղ լսես եւ շտկում անես հետի։ Հիմա կհասնենք այդ շտկման տեղը, բայց եկեսի կարդանք հետո տեղ հասնենք։ Բնավ մի վախենար այն բաներից, որ կրելու ես, ահա, բանսարկուն, ձեզանից բանտի մեջ եք գցեց, բանտի մեջ եք գցելու, որ փորձվեք եւ նեղություններ կունենաք 10 օր, հավատարիմ եղիր մինչև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Կարևոր խոստում է, բայց այդ խոստումից առաջ ասում է, որ բանսարկուն այսպես արեց ձեզ հետ, հələ 10 օր էլ նեղություն ունեք քաշելու։ Հիմա այս բառը կարդում է հավատացյալը եւ սկսվում է ֆանտաստիկ բացատրությունը։ Այս բացատրությունը որպես այսօր մաքրվի քո մեջից, խնդրում եմ լսիր այստեղ։ Ասում են 10 օրը Աստվածաշնչում մեկ օրը 1000 տարի է։ Եթե ես քո տրամաբանությանը հետևեմ, սենց դուրս կգա։ Ասում եմ, եւ դուք նեղություն կքաշեք, ինչքան 1000-ով, 10000 Սանկտես բան կարա լինի 10000, այդ պատմությունից 2000 հələ անց է։ Զմյուրն արդեն չկա, ինչ 10000-ի մասին է խոսքը։ Դրա համար դոգմատիկ մի բան չէ, որ դու վերցնես այն խոսքը, որ Աստված է հին ուխտում, թե Աստծո համար մեկ օրը 1000 տարի է։ Որտեվ ես հիմա մի հատ եմ օրինակ քեզ բերելու, որ եթե դու փորձես մի հատ էսի բազմապատկես 1000-ով, տես աստեղ ինչ կաշմար ստացվելու։ Արի մի հատ նայենք Հայտնության 12:6-ը, որը տակն է։ Ասում է, եւ կինը փախավ անապատը, որ Աստվածանից պատրաստված տեղ ուներ, որ այնտեղ կերակրեր նրան այդ երեխային որ ծնել էր, կենակրեր նրան 1200 ուրեմն 1260 օր։ Իդեպ ես ձեզ ասեմ, որ հրյաները օրացույցը իրանց 365 օրից չէ, հրյական օրացույցը կազմված է 360 օրից եւ 3.5 տարին, որ այստեղ նշված է 1260 օրը, դա իրանց համար 3.5 տարին է, դե հիմա վերցրու եւ սա բազմապատկի ամեն օրը 1000 տարով, անում է 1.260.000 տարի։
Խի նեղությունները 7 տարին, որ գրված է Աստվածաշնչում, նեղությունների 7 տարին, տևելու է հալալ կեսը միլիոն, չի գնում առաջ, դաժե չես ուզում սրան հավատաս, որտեղ անտրամաբանական է, դրա համար վերցնել այդ համարը հին ուխտից, թե մեկ օրը 1000 տարի է, չանես այդ բանը, բա ինչ է նշանակում 10 օր, գիտես ինչ է նշանակում 10 օր, ասես 10 օր նեղություն կքաշեք, 10 օր նշանակում է ուղիղ 10 օր, 10 օր նշանակում է մի կարճ ժամանակահատված, այդքան բան, ֆանտաստիկ մեկնաբանություններ տնել և սա հալա մի հատ էլ վիճաբանությանը արժանանում, ասենք ոնց կարա լինի, նեղությունների տարիները գրված է լինելու է 7 տարի, որի կեսը լինելու է 1260, 1260 օրը, այդ ով որ գալու է անտիխրիստը, ները, ով որ գալու է, 1260-ը լինելու է խաղաղության, իբր թե ինքը մեկ միրավոյ լիդերն է, համաշխարհային լիդերը, որ բերել է համաշխարհային, ուրեմն նովը միրավոյ պարյադակ, բերել է ուրեմն նոր աշխարհակարգ, և խաղաղությունը բոլոր աշխարհի բոլոր երկրներին խոստանում, և ինքը պետք է լինի մեկ համաշխարհային այդ լիդերը, դրա առաջին ուրեմն պայմանավորվածության 1260 օրը լինելու է այնպես ինչպես ինքը խոստացել է, բայց հետո Աստվածաշունչն ասում է հաջորդ 3.5 տարին, որը նույնպես անում է 1260 օր պատռելու է այդ իր խոստացածը եւ սկսվելու են մարդկության պատմության մեջ չգրանցված նախադիպը չունեցող հալածանքներ։ Եթե դուք լսեցիք, որ այդ Զմուրնիայի եկեղեցուն գցել են առյուծի մեջ, գուբի մեջ առյուծները կերել են, ինչ-որ մեկին կենթանի վառել են, ինչ-որ մեկին սրով են մորթել, այդ մասին լսել ենք արդեն։ Ինչ է լինելու այն 1260 օրը անտիխրիստի կառավարման, հակաքրիստոսի կառավարման ժամանակ մարդկության պատմությունը դեռ չի տեսել այդպիսի հալածանքներ։ Փառք տու Աստծուն, որ Աստծու մեջ ես։ Փառք տու Տիրոջը։ Ավարտելով իմ խոսքը, ուզում եմ մի հատ էլ նայենք Հայտնության 2:11-ը, ով որ ականջ ունի թող լսե, թե ինչ Աստծո հոգին ասում եկեղեցիներին։ Մենք խոսեցինք սկզբից, մենք ականջ ունենք, ուրեմն լսի, Աստծո խոսքը ինչ ասում եկեղեցիներին, ով հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի։ Ես ուզում եմ հասկանամ այս երկրորդ մահի վնասները եւ այլն։ Գիտեք, բոլորս էլ մեր կյանքում ամեն մեկը ինչ որ չափով անցել է վշտերի միջոցով եւ մարդիկ գիտեն, որ վշտերի պատճառած ցավերը բավականին չմոռացվող եւ բավականին տանջող ցավեր են վշտեր։ Զմուրնիայի եկեղեցին անցավ վշտերով։ Եթե մեկը դեռ իր կյանքում չի ճաշակել, թե ինչ է աղքատությունը, եթե դու իմանայիր, թե որքան դառը բան է աղքատությունը եւ որքան ցածր ստատուսի մեջ է պահում քեզ աղքատությունը, դու կհասկանայիր ինչ է ապրել Զմուրնիայի եկեղեցին։ Դա սարսափելի մի բան է։ Նախատինք, ես չգիտեմ, ինչ որ մեկին երբևիցե նախատել են, ծաղրել են, ձեռ են առել, հալածել են, Հիսուսի անվան համար։ Այսօր մի քիչ քրիստոնյաներին դժվար է հալածելը, նախատիկ տալը իրանք հալածողներին կհալածեն, բայց այն ժամանակ եկեղեցին հալածվել է Քրիստոսի անվան համար, եւ եթե դու երբևիցե նախատվել ես մի ճիշտ բանի համար, որի համար պիտի գովվեիր, ապա ոչ թե նախատվեիր, ապա գիտես դա ինչ ցավոտ բան է, այո։ Երբ դու դիմանում ես այս ամեն ինչին, ինչը որ քեզ տանում է մահվան, գիտես դրանով ինչ ես դու ապացուցում, որ հարությունը քեզ համար փաստ է, որ հարությունը քեզ համար իրականություն է, կա մարդ այստեղ, որ հավատում է հարության զորությանը, նեղություններով կանցնես, վշտերով կանցնես, քեզ կնախատեն, քեզ կծաղրեն, քեզ կհալածեն, կարող է դժվարություններ, աղքատություն կամ խնդիրներ ունենաս, մեկը կուտի կխմի դու պրոստը կնայես, մեկը հանգիստ կապրի, բայց դու չարչարանքով կեթաս, մեկը ուրախ կապրի, բայց դու վշտերով կարող է գնաս, ասма, բայց եթե դու հավատում ես, որ հարությունը դա փաստ է, դու դա չես ճաշակելու այդ մահը։ Ամեն ինչի միջով անցնելու ես, ու եթե մնաս կայուն, այսօր Աստծո հոգին նաև մեզ է ասում, եթե այն ամենի միջով անցնում ես, չհանձնվես ու մնաս կայուն, Տերը դրա անունը դնելու է հարություն։ Այսինքն դու ճանաչում ես հարության զորությունը, դու հավատում ես, որ Աստված տեսնում է, թե դու ինչի միջով ես անցնում, եւ նա տեսնում է քո արցունքներն էլ, քո հալածանքներն էլ, քո չարչարանքներն էլ, քո քաշած նեղություններն էլ, եւ ասում է, եթե մինչև վերջ մնաս, ու դու ինչ վերջ կմնաս մենակ մի պայմանով, եթե հավատում ես, որ հարությունը դա փաստ է, դա իրականություն է, դու չես մեռնի։ Եթե անգամ ես հալածանքները քեզ կասեն այնենց կմեռնես, ես քեզ ասում եմ, դու եթե մեռնես էլ չես թաղվի, ես քեզ հարություն կտամ։ Դուր Աստծուն բարձր ծափարություն, եկ կանգնեք ոտքի։ Հիսուս Քրիստոսը դուրս է եկել գերեզմաններից, մեկը կասի ամեն,
ես եւ դու նույնպես դուրս են գալու։ Ամեն։ Նրա հարության կյանքը չի կարող խորտակվել։ Այո։ Եվ մենք ունենք համարձակություն ասելու, մենք էլ չենք խորտակվի։ Ամեն։ Ինչ անենք։ Նեղությունները մարդկանց համար են։ Ինչ անենք։ Դժվարությունները մարդկանց համար են։ Հալածանքները մարդկանց համար են։ Այդպես չէ։ Երբեք հավատքը ձեռքիցդ չտաս, որովհետև այդ ամենը մի օր վերջանալու է։ Ասես 10 օր նեղություն կունենաս։ 10 օր նշանակում է մի կարճ ժամանակ։ Չգիտեմ այն նեղություններով, որ դու անցնում ես, դժվարություններով, որոնցով դու անցնում ես, վախերով, որոնցով դու անցնում ես, քեզ էլ Աստված ասում՝ մի կարճ ժամանակ։ Մի կարճ ժամանակ։ Կարող է քեզ 10 օր չի ասում, 20 օր ասում, բայց 20-ն էլ է կարճ ժամանակ։ Այո, մի կարճ ժամանակ, եթե դիմանաս նեղություններին, քեզ թույլ չեմ տա, որ ճաշակես երկրորդ մահը, ով որ ականջ ունի թող լսի, թե ինչ է հոգին ասում եկեղեցիներին, ով որ հաղթում է երկրորդ մահից չի վնասվելու։ Սա քրիստոնեության մեծագույն, բարձրագույն, դժվարագույն հայտարարություններից մեկն է։ Փառք Տիրոջը, սա այն էր ինչ որ այսօր պատրաստել էի ձեզ համար։ Փառք Հիսուսին։ Ամեն։